ինչ սխալներ ենք թույլ տվել, որ մարդիկ այս վիճակում են։ Երկիր, որտեղ որ սուտը, չարը տեղ չունի, դատապարտվում է, սա է ուժեղ պետությունը։ Երբ որ դու այդ երկակի ստանդարտներից հրաժարվում ես գիտակցաբար, հրաժարվում ես ապրել աշխարհի հրամայականով, որովհետև հասկանում ես, որ Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր ստի մասին ենք խոսելու, այս մի քանի օրը եթե դուք հետևում եք հայաստանյան իրադարձություններին, ապա Բագրատ arczepiskopos Գալստանյանը անընդհատ դրա մասին է նշում, որ սրբազան պայքարը հենց ստի դեմ է, եւ մենք այսօր հասել ենք հենց այն պատվիրանին, որտեղ ասվում է ըստ Աստվածաշնչի, ուրեմն քո դրացու դեմ սուտ վկայություն մի անիր։ Բարև ձեզ Տեր հայր, արդեն ավանդական է մեր հաղորդումը դարձել եւ մենք 9-րդ պատվիրանին ենք հասել եւ շատ բավականին մարդիկ ասում են, որ շատ հետաքրքիր է այս ժամանակակից ձևով ոնց եք մատուցում, մի քիչ էլ առօրյայի մասին խոսեք, ես սկսեցի մեր այսօրվա հաղորդումը հենց առօրյայի մասին, բայց հետաքրքիր է այդ ստի հետ կապված աստվածաշնչյան, երբ որ ասում են հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր, արդյոք մտնում է նաև բամբասանքը։ Մենք զրուցում ենք սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի հետ եւ նորովի մեկնություններ են աստվածաշնչյան 10 պատվիրանները։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի, բարև ձեզ սիրելի Մարինե։ Այո, շատ արդիական թեմա է, որը որ երբեք ոչ արդիական չի եղել առաջին մեղքից սկսած։ Այս պատվիրանը, ինչպես դուք կարդացիք, իրականում սուտ վկայություն մի տուր, հա, եւ բայց նրա մեջ նաև խորքում սուտ խոսելու արգելքը կա, ընդհանրապես սուրբ գրքում բազմիցս խոսվում է նրա մասին, որ Աստվածը ճշմարտության Աստվածը, իսկ ստի հայրը սատանան է, չարն է։ Եվ մենք այս պատվիրանի մասին խոսելուց կարող ենք շատ ու շատ տարբեր հարցեր քննարկել եւ հասկանալ ի վերջո որն է մեր ճանապարհը, որն ենք մենք ընտրում։ Մեծ ու փոքր սուտը մեզ մեր առօրյայում այսպես ուղեկից է, շատ հաճախ առանց անդրադառնալու ստում ենք, հա, ամենատարածված ստերից մեկը, երբ որ քեզ հարցնում են ինչպես ես, ասում ես լավ եմ, հա, եւ ընդհանրապես ոչ հարցնողն է մեծ ցանկությամբ այսպես տենչում իմանալ թե ինչպես ես, ոչ էլ պատասխանողը ճշմարտությունն է պատասխանում։ Բայց որտեղից է գալիս սա այդ վկայությունը նաև, բայց նաև խորքը խնդրի, որտեղից ենք մենք սովորել սուտ խոսել։ Առաջի պատմությունը Ադամի եւ Եվայի դրախտում գտնվելն է եւ օծը, որը սատանային չարին է ներկայացնում, գալիս է եւ խաբում է մարդուն, խաբում է ասելով, որ այս պտուղից եթե դու ուտես չես մեռնի, ինչպես որ քեզ Աստված ասել է, այսինքն փորձում է Աստծուն մեղադրել ստախոսության մեջ։ Իրականում ինքն է սուտ խոսում, փորձելով մարդուն գայթակղեցնել, իսկ այդ ծառը, որի պտուղը մարդ չպետք է ուտեր, մի տեսակ դրախտային այդ իրավիճակում պահքի մի պատվիրան էր, հա, հնազանդ լինելու Աստծուն եւ չնայած որ ամեն ինչից մարդը դրախտում այդ երանելի վիճակում կարող էր օգտվել, կար մի բան, որը իրեն արգելված էր եւ այդտեղ այդ պահեցողության կամավոր կերպով ինչ որ մի բանից հրաժարվելու գաղափարներ դրված։ Եթե գաղափարներով աշխատենք եւ ահա չարը մոտենում է նրան մարդուն եւ ասում է, որ ոչ մի բան չի լինի, դες ես կերա եւ ապրում եմ, չեմ մեռել։
բայց այսօր մենք գիտենք, որ նա սուտ էր խոսում, հա, բայց միևնույն է այդ ստի վիրուսը այնպես է մտել մեր բջիջների մեջ, որ չկա աշխարհում մարդ, որը որ ցավոք սրտի սուտ չխոսի։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ ստի պատճառով մահը մտնում է աշխարհ, ամբողջ մեր եկեղեցու հայրերը ասում են, որ այդ մեղքի պատճառով Աստծուն չհնազանդվելու պատճառով ուրեմն ամբողջ բնությունն է հիվանդանում, հա, եւ անգամ մահը իբրև դեղամիջոց են տեսնում շատերը մեր եկեղեցու հայրերից եւ ասում են, որ դա փրկում է հավիտենական տանջանքներից մարդուն, այդ չարչարանքներին վերջ է տալիս եւ մարդը դադար է գտնում մինչեւ Տիրոջ երկրորդ գալուստը, երբ որ կլինի հոգիների դատաստանը։ Եվ այդ չարը սկսում է ստի միջոցով տարածվել մեր մեջ եւ ամեն մի սուտ բերում է իր 10 ու տասնապատիկ հաջորդ ստերը, որպեսզի այդ մի սուտը, որ խոսել ես, կարողանաս արդարացնել եւ քայքայում է մարդուն ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեպես եւ հետևանքները տեսնում ենք այսօր, տեսնում ենք առաջ ինչ է եղել այդ ստի անարդարության, հա, հետևանքները շոշափելի են թե մեր անձնական կյանքում, թե մեր հասարակական համայնքային կյանքում։ Այնպես որ շատ ասել, որ ստի հետ միայն այսօր ենք սկսել պայքարել, սուտ կլինի, բայց որ սուտը այսօր շատ ու շատ նոր ձևեր է գտել մեզ հետ պայքարելու, այս դրա մասին կարող ենք խոսել։ Այսինքն գերակշռող է սուտը դարձել եւ դուք ճիշտ նշեցիք, անարդարության այդ մթնոլորտն է աճել։ Այո, գիտեք, սուտը ինչ է անում, մեզ փորձում է ինչ-որ մի այսպիսի երևակայական աշխարհում ապրել, հա, որտեղ որ մենք սկսում ենք հավատալ մեր ասած ստերին, հա, եւ երբ որ մեզ այսօր 4 կողմից ասում են, որ Աստված չկա, այսինքն ստում են, երբ որ մեզ ասում են, որ հավիտենական կյանք չկա, ստում են, երբ որ մեզ ասում են, որ դու այդպիսին ինչպիսին որ կաս հիասքանչ ես, այստեղ էլ ամբողջ ճշմարտությունը չեն ասում, որովհետև մենք այդպես հիասքանչ ստեղծված ենք Աստծո կողմից, բայց մենք ճանապարհ ունենք գնալու, հա, մեր եկեղեցու հայրերին ամենամեծ սուրբերին եթե վերցնեք, տեսնեք, որ անգամ մահից առաջ իրենց խնդրանքը առ Աստված, հա, ինչ էր, այսինքն իրենց մեղքերին թողություն տալ, նարեկը կարդացեք, տեսեք այդ սրբազնագույն մարդը ինչ մեղքերից է խոսում, հա, եւ այստեղ է խնդիրը, իսկ մենք ապրում ենք այնպիսի մի աշխարհում, որտեղ որ սուտը շատ հաճախ ասում են, չէ, փոքր սուտը սուտ չէ, բայց այդ փոքր ստից սկսում է քայքայվել մարդու նաև հոգևոր աշխարհը, վստահությունը, այդ Հայաստանից խոսեցիք, Հայաստանում այն ինչ որ ես եմ տեսնում, անվստահության մեծ հաշվով անվստահության խնդիրը, հա, ստի հետևանքներն են, որոնք տանում են մեզ դեպի անդունդ։ Եվ դա սկսում է հասարակ երեխային տանը դաստիարակելու այդ փոքրիկ, հա, երբ որ չափից դուրս գովում ես երեխային մի բանի համար, որը որ ինքը այդպես կատարյալ չի անում, խաբում ես նրան եւ թույլ չես տալիս, որ ինքը հասկանա, թե որտեղ է ռեալ գտնվում եւ ինչ աշխատանք ունի դեռ անելու, հա։ Այսպիսի մի ուսումնասիրություն կար գիտական, երբ որ արևմտյան ուրեմն մանկավարժները փորձեցին մի ծրագիր առաջ բերել, որտեղ որ երեխային ծնված օրվանից միայն դրական սիգնալներ են տալիս, կապ չունի դա ինչ է անում, չարություն է անում,
տաղանդ չունի նկարելու, գովում են, մարդկանց վրա, չգիտեմ, գոռում է իրեն, հանգստացնում են, ասում են, որ դու ամենալավն ես, դու ճիշտ ես, մենակ մի գոռա, մենք քո բոլոր ցանկությունները կանենք։ Եվ ընդհանրապես երեխային այսպիսի մի երևակայական աշխարհի մեջ են մեծացնում, որտեղ որ նա միայն դրական սիգնալներ է ստանում։ Եվ հետո, երբ որ այդ երեխաները մեծացան եւ մտան իրական կյանք, այդ մանկապարտեզից, դպրոցից հետո, տեսան, որ այդ մարդիկ շատ դժբախտ են, որովհետեւ իրենք երբեք ճշմարտության հետ չէին առնչվել։ Իրենց մի փուչիկի մեջ էին մեծացրել, որտեղ որ միայն դրականն են իրենց մասին խոսում, եւ ահա գործի տեղը ասում են, որ այսինչ աշխատանքը լավ չես անում, հագուստդ որ հայքել ես լավ չես հայքել, մաքուր չի, սեղան նստելուց այսպես չի կարելի, խոզավարի հաց ուտել պետք է ինչ-որ կանոն, եւ դա բերում էր նրան, որ այս կարծես թե իդեալական աշխարհում մեծացած երեխաները պետք է ամենաերջանիկը լինեին, բայց շատ դժբախտ մարդիկ են դառնում եւ անգամ մահափորձի այդ տոկոսականությունը այդպես մեծացած երեխաները ինչքան է մեծանում։ Եվ մենք մեր հայկական ընտանիքներում սիրում ենք, չէ՞, փոքրիկներին չափից դուրս գովել, երեխային ասում է սարտասանիր, սխալ կիսատ պռատ արտասանում է, մի բան այդ կատակայինը, հումորայինը, երբ որ փոքրիկ է դեռ գնահատում ես, բայց ուրիշ բան է, երբ որ այլանդակ օրինակ ձայնով փորձում է երգել, փոխանակ ուղղություն ցույց տաս, կրթես, դաստիարակես այդ ձայնը, հա, մշակելու տաս, դու սկսում ես գովել այդ երեխային եւ ինքը կարծում է, որ ինքը մեծագույն երգիչներից մեկն է, հա, եւ ոչ միայն երեխաների մոտ, այսօրվա այդ շոուները եթե տեսնեք, հա, ժյուրիները նստած, լավագույն կարծես մասնագետներ եւ ինչ-որ անտաղանդ երիտասարդներին գովում են, գովասանքներ են ասում, սա էլ է սուտ։ Եվ այդ սուտը բերում է անվստահության։ Ամենավառ ապացույցը դրա, գիտեք, մի շրջան կար, երբ որ համալսարանական այդ դիպլոմները գնվում էին։ Օй, ես հիշում եմ նույնիսկ եղավ այսպիսի բում, սկանդալ, բժշկական դիպլոմների հետ կապված, նույնիսկ Իսրայելում մեր դիպլոմների հետ կապված մենք նյութ գրեցինք, լրագրողական տենց հետաքննություն էինք արել։ Գիտեր հայր, դուք ասացիք երեխաների դաստիարակության, թույլ տվեք ասել, որ հիմա մի քիչ փոխվել են, ավելի շատ նախատում են երեխային, ջղայնանում են ու գովերքի խոսքեր շատ քիչ են լինում։ Դա մյուս ծայրահեղությունն է, որը դա էլ մյուս ծայրահեղությունն է, բայց վերջերս կարդացի, որ ուրեմն հրեաները իրենց դաստիարակության երեխաների գրավականը, որ մեծանում են, դառնում են հայտնի մարդիկ կամ հաջողություններ են ունենում, իրենց մանկության դաստիարակության շնորհիվ է, որտեղ հիմքը դրվում է իրենց գովալուն, որ դու անպայման շատ մեծ ինչ-որ ստեղծագործ ես, այն էր ինչ որ ես ասացի, վերջում հասնում է դրան։ Դժբախտ մարդիկ են դրանք դառնում, դա այդ մեթոդաբանությունը հայտնի հրյա գիտնականի մեթոդաբանություններ, բայց դա այսօրվա գիտական աշխարհում ապացուցված է, որ սխալ մոտեցում է։ Ծայրահեղությունները ընդհանրապես երկու կողմել ծայրահեղությունները սխալ են եւ քայքայիչ։ Գիտեք, ես այդ դիպլոմների օրինակը ինչու բերեցի։ Ուզում եմ ցույց տալ, փորձել ցույց տալ։ Նայեք, եթե ես գնում եմ ինչ-որ մի վկայական դիպլոմ, համալսարանի, դպրոցի, ինչ-որ մի մասնագիտության, գիտակցում եմ ես դա թե ոչ, իմ մեջ իմ հանդեպ անվստահություն է ծնվում։ Ամբողջ աշխարհը եթե չիմանա, որ ես գնել եմ այդ
վկայականը։ Ես գիտեմ, չէ՞։ Եթե ես գիտեմ, որ ես իմ վկայականը գտել եմ, եւ ինքս ինձ չեմ վստահում, ենթագիտակցաբար, ինչպես կարող եմ ես վստահել դիմացինիս։ Ինչպես կարող եմ վստահ լինել, որ ինքը նույն բանը չի արել։ Ինչպես կարող եմ իրեն վստահել իբրև մասնագետ։ Այստեղ շատ կարևոր բան ասացիք, նաև չենք վստահում իրար, հետևանքը դա է։ Շարունակությունն է։ Հիմա ես շինարար եմ, պատեր եմ շարում, արխիտեկտը, ճարտարապետը ինձ ծրագիր է տվել, պլանն է տվել, բացում եմ, նայում եմ եւ ես որոշում եմ, որ ինքը սխալ է գործել, որովհետեւ ես ինքս ինձ չեմ վստահում նաեւ իրեն, բայց կարծում եմ, որ ես ավելի ճիշտ ու ավելի լավ գիտեմ։ Եվ այսպես ամեն ինչի մեջ, երբ որ մենք մեզ չենք վստահում, չենք կարողանում վստահել դիմացինին, սկսում ենք կասկածել, եւ սա բերում է նրան, որ մենք այդ անվստահության հողի վրա սկսում ենք ավերակների մի այսպիսի թագավորություն կառուցել, հա։ Նույնն է քաղաքականության ոլորտում այսօր չգիտես ինչու հատկապես Հայաստանում ես երբ լուրերը կարդում եմ, տեսնում եմ, որ հենց իրենք քաղաքական գործիչները խոսում են նրա մասին, որ քաղաքականությունը անբարոյականություն է։ Չի կարող այդպեսի բան լինել, կամ թույլ չպետք է տանք, որ քաղաքականությունը կամ որևէ մի բան մեր կյանքում լինի անբարոյականություն։ Այսինքն դրա համար կան լրագրողները իրենց լրատվամիջոցներով դրանք համար կան կազմակերպություններ այսօր արդի դրա համար կան մարդիկ, որոնք պետք է իբրև քրիստոնյաներ, նաև անհատները պայքարեն ստի դեմ, որպեսզի վստահությունը վերածնվի, հա։ Եթե մենք վստահություն չունենք մարդուն, ինչպես ենք կարողանում նրան ոչ թե փոքր բան, այլ մեծ բան վստահել, երկրի կառավարումը, լինեն դա կուսակցություններ, լինեն դա քաղաքական գործիչներ եւ այլն, եթե դու իրեն չես վստահում, ինչպես կարող ես թույլ տալ, որ նա ղեկավարի քո պետությունը, այդ ղեկավարումից կախված է նաեւ ապագան, թե երկրի եւ թե քո հենց զավակների, հա։ Եվ եթե ամեն ինչ կառուցված է ստի վրա, մենք ժողովրդական այդ ասացվածքը, որ ստի ոտերը կարճ են, գործում է եւ մենք տեսնում ենք ինչքան մեծ ավերակներ են բերում, ինչքան մեծ անվստահությունը մարդկանց, սովորական մարդու անվստահությունը որևէ քաղաքական գործի նկատմամբ այսօր եւ ցավալին այն է, որ այդ կուսակցությունները չեն անդրադառնում այս խնդրին, չեն ուզում իրենք նստեն եւ մտածեն, թե ինչու են մարդիկ մեր մասին այսպես խոսում, ինչն ենք մենք սխալ անում, որովհետեւ կորցրել ենք արժեքների զգացողությունը, որ արժեքներն են մեր ընդհանուր արժեքները, հա, որն է մեզ իբրև պետություն միավորում, հա, այսօր 21-րդ դարում ինչն է մեզ համար կարևոր, որն է առաջնահերթ, որն են այն հիմքերը, որոնց վրա մեր բարոյական բոլորի համար հաճելի կյանքը պիտի կարողանանք կառուցել։ Մենք շատ հաճախ գայթակղվում ենք, ասելով նաև իբրև քրիստոնյաներ, ասելով, որ գիտեք, այստեղ այս աշխարհում արդարություն չկա, պիտի սպասենք հավիտենական կյանքին, հավիտենական կյանքը սկսվում է մեր ծնունդով, հա, երբ որ մենք աշխարհ ենք գալիս, լույս աշխարհ ենք գալիս, այդտեղից սկսվում է մեր հավիտենական կյանքը, եւ մենք պետք է այստեղից արդեն այդ երանելիությունը փորձենք կառուցել, եւ եթե անարդարություն կա, պայքարել անարդարության դեմ։ Տեսեք, 3 միջազգային օրներ փախստականների, հա, աշխարհով 120 միլիոն մարդ այս պահին փախստական կա, որոնցից 120,000-ը մեր արցախահայերն են։ Ինչ ենք մենք անում, իբրև անհատներ այդ մարդկանց համար։
իբրև եկեղեցական համայնքներ եւ միություններ, իբրև հասարակություն, ինչ ենք անում մենք։ Քանի անգամ ենք մենք հայերով խոսել, միասին խոսել հայ փախստականների մասին օրինակի համար, որոնք Իրաքից, Իրանից, Ուկրաինայից, չգիտեմ, փախել են կամ մյուս մարդկանց։ Գիտեք, Հայաստանը անընդհատ ընդունում է փախստականներ, եթե այդպես լինի, ապա մենք պետք է հիշենք նաև Սումգայիթյան դեպքերից հետո Ադրբեջանից, հետագայում նաև Սպիտակի երկրաշարժից հետո, հիմա Արցախի հետ կապված, դրանից առաջ Սիրիայի եւ Իրաքի հետ կապված, բայց ոչ միայն հայերին, այլ ընդհանրապես փախստականներին ոչ մի մարդ ինքն իրենով չի վերկանում թողնում իր հարազատ միջավայրը եւ գնում որևէ պատճառներ պետք է լինեն։ Դրանց պատճառները շատ են, բայց ցավոք սրտի այնինչ որ դուք նշեցիք, անարդարության մթնոլորտը ցավոք սրտի հենց քաղաքական եւ պետական կառույցներից է գալիս, պատերազմներից, այդ թվում նաև կրոնական ճնշումների հետ կապված, ինչքան էլ որ չասեն, բայց մենք քրիստոնյաներս այս ընթացքում հասկանում ենք, որ թեկուզ հայ քրիստոնյաները, հայ եկեղեցին, օրինակ արաբական աշխարհում հարգված է, այնուամենայնիվ մենք խնդիր ունենք, նաև մեր Ադրբեջանի հետ կապված պատերազմի հիմա մեր եկեղեցիները քանդվում են Արցախում, կառուցվում են մզկիթներ, խաբեությունը խաբեության հետ, մեր պատմությունը, մշակույթն են գողանում, նույնիսկ մեր եռագույնի գույներով իրենք հագուստներ են կարում, մեր երգերն են երգում Շուշիում, դա ցույց են տալիս եւ անարդարության մթնոլորտը մեզ մոտ ավելի ու ավելի է սրվում։ Այդ հարցը միայն հայերին չի վերաբերվում, մենք միշտ փորձում ենք դա մեր պրիզմայով նայել, բայց սա խնդիր է, որը միջազգային է, հա, ինչու է այնպես լինում, որ Միլոշևիչը գնում է դատարան, դատվում է արդարացիորեն, իսկ Ալիևը կարող է աշխարհի մեծամեծ ուրեմն ղեկավարների հետ եղբայրական զրույցներ ունենալ, պայմանագրեր կնքել, իբրև վստահելի գործակից գովեստներ ստանալ, անարդարություն չէ, իսկ ինչ ենք մենք անում դրա դեմ, այդ պայքարում ինչ ենք մենք անում։ Տեսեք, այդ ամեն ինչը դուք ասեցիք, որ գլոբալ խնդիր է, բայց հայկական խնդիրը անարդարության մեջ կառավարության մեջ է, որը չի ներկայացնում միջազգային այցյաններում դա եւ կեղծ խաղաղության օրակարգ է քարոզում։ Երբ որ մենք հաղորդումը սկսեցինք եւ ես սրբազան պայքարի մասին նշեցի, կուզենայի նշել մեր դիտողները, որ հասկանան, որ առաջինը կեղծիքի եւ ստի դեմ պայքարը հենց դրան վրա է ուղղված, այսինքն մեզ ջնջում են հենց մեր ներսից, չեն խոսում մեր խնդիրների մասին եւ դրսի սուտը ներարկում են մեր մեջ այդ սուտը, ճիշտ չեմ ասում, Տեր հայ։ Այո, հենց դա այդ վտանգներն են ժամանակակից աշխարհի fake news, այդ բառակապակցության ներքո ինչքան սուտ է տարածվում մարդկանց մեջ եւ ինչքան գրագետ, որ գիտեք, անգամ ես շատ հաճախ իմ այդ վերլուծաբան ընկերների հետ երբ որ խոսում եմ, տեսնում եմ, որ անգամ ես եմ տրվում այդ ստերին, հա, եւ ինչքան ուշադիր մարդ պետք է լինի, որպեսզի կարողանա տարբերել, ինչպես ժողովուրդը ասում է, թացը չորից, հա։ Իրավացի է, ցավոք։ Գալիս ենք այն բանին, որ իհարկե սուտն էլ կատարելագործվում է, մարդը նայում է աչքերիդ մեջ, այնպիսի ստեր է խոսում, հա, բայց դու հավատում ես, ընդունում ես դա եւ քեզ դուր է գալիս, հեշտ է այդ ստին հավատալը, դու չես ուզում անգամ դա հոգեբանական ուրեմն հովի վրա լավ մշակված ծրագրեր են, իրենք գիտեն թե ինչպես այդ սուտը քեզ մատուցեն, որ ժամանակ ինչ ասեն, շատ ճիշտ ասացիք, մեր այս հիբրիդային պատերազմը մեր մշակույթի, մեր ազգի, մեր հոգևոր արժեքների դեմ
երկու կողմից է, թե արտաքին այդ պատերազմն է, հա, եւ թե ներքին ռումբեր նետված մեր հասարակության մեջ, եւ մենք շատ հեշտ գնում ենք այդ ինքնաոչնչացման ճանապարհով եւ չենք անդրադառնում եւ շարունակում ենք իրար ատել, փոխանակ ատենք մեղքը, հա, այս զանազանությունը կարող է գալ, երբ որ ես մի քանի անգամ շեշտել եմ մեր այս հանդիպումների ընթացքին, որ ամբողջ այս պատվիրանների շարքը կապված է սիրո պատվիրանից։ Եթե ես դիմացինից սիրեմ եւ տեսնեմ, որ նա մեղք է գործում, ես ոչ թե դիմացինից դեմ կպայքարեմ, այլ այդ մեղքի դեմ, որպեսզի նա եւս ազատվի այդ մեղքից։ Իսկ մենք իրար դեմ ենք պայքարում, ոչ թե քննարկում ենք արժեքները, որ այս արժեքները մեզ հարիր չեն, եկեք մի հատ նստենք, հասկանանք, այլ իրար պիտակավորում ենք, սուտ վկայություններ տալիս, հա, հերյուրանքները տեսեք, թե մեր ընտանեկան, թե մեր բարեկամական ընկերային շրջանակներում եւ թե սարսափելի նաեւ քաղաքական, հա, ոլորտում ինչքան շատ են տարածված բամբասանքը, ստախոսությունը, հա, ըսիեսավները, ասեկոսեները, այդ սուտ վկայությունները Եվ նորից մենք գալիս ենք հասնում են նա, որ անարդարություն է, այսինքն նրանք չեն պատժվում իրենց ստի համար, դատի չեն տալիս իրենց, այո, հա, այդ անարդարությունը, այդ սուտը, այդ բամբասանքը, օրինակի համար ինչ որ մի գործարարի մասին սուտ տեղեկություն են տարածում, մարդը իր ամբողջ կյանքի ընթացքին ստեղծել է իր այդ բիզնեսը, հա, եւ մի քանի սուտ լուրերի պատճառով ոչնչացնում են այդ մարդու ամբողջ ուրեմն կյանքի գործը, հա, եւ այդ մեզ մոտ դա քաղաքական գործիչներին է վերաբերվում եւ ցավոք սրտի նաեւ մեր նախկին ղեկավարների հետ կապված, որի դեմ պայքարը եթե տարվում է տանուլ է տալիս։ Տեր հայր, քանի որ մենք անընդհատ նայում ենք, ես կոնկրետ ժամին եմ նայում, ուզում եմ մի այսպիսի զազրելի երևույթ, եթե կարելի է էկրանով ցույց տամ ձեզ եւ հարցնել ձեզ, ճիշտ է, ես իմ կարծիքը ունեմ, արդյոք իրենք իրենց չեն ստում քրիստոնյա համարելով նման մարդիկ։ Հիմա էկրանի վրա դուք տեսնում եք Սուրբ Հովհաննես մատուռը, Գյումրի տանող այդ ճանապարհին է գտնվում եւ Ղալթախչի են ասում ու այսպեսի երևույթ, որը ամբողջ համացանցում վիրուսային է դարձել, այսինքն իմ հարցը այսպես է, մարդիկ գնում են ուխտի, ինչ որ միտեղ եւ մոմավառությունը հրդեհ են սարքում, մոմը ուղակի շպրտում են, տեսեք, խրցով, թուղթնել են այնտեղ շպրտում, ամեն ինչն էլ, արդյոք սա քրիստոնեությանը հարիր բան է, շատերը ճիշտ էին գրել, ով տարածել է, գրել էր մնում է Բադրջանը, բիբարը դնեն խորովեն, մյուսը գրել էր եւ մենք առաջին քրիստոնյաներն ենք, եւ մոմը ամեն մեկը ուրեմն ալարում է, մեկ վառի, այսպես պատկերացումները մեր, որ ամեն վառելուց մենք առաստված ինչ որ աղոթք ենք, չէ, անում եւ հիմնականում շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, այն ինչ որ մեզ տրվել է եւ խնդրում ենք հիվանդների համար կամ բանակում ծառայող կամ որևիցե հարազատի համար։ Հիմա այս մարդիկ ու այս մի կինը չի, այնտեղ մի քանիսն են, անընդհատ գալիս են ու այդ ձև շպրտում են։ Չգիտեմ, մենք խոսում ենք այսօր ստի մասին, բայց կարծում եմ նման մարդիկ իսկապես ամոթ է 1724 տարի քրիստոնեություն են ընդունել եւ մենք հեթանոս էլ, չգիտեմ, հեթանոս ենք, ինչ ենք, ոնց կարելի է նման երևույթները։ Եվ մի հարց էլ միջև նայում ենք, Տեր հայր, եթե դուք գույլ կտակ, հարցնեմ, ինչ եք կարծում, այս մարդիկ պատարակներին մասնակցում են, թե իրանց համար այս մոմ վառելը խաչքարերով է իդեպ,
այս Ղալթախչին, այ տեսեք երևում է պատված, մատուրն էլ այնքան փոքրիկ է, որ չգիտես, մի քանի հոգի հազիվ մտնի, եւ առևտուրն է գնում, ամեն ինչը այսպես, հիմա դուք տեսաք, ու ձեր կարծիքն եմ ուզում հարցնեմ, իմ համար էս չգիտեմ ինչ երևույթ էր, ինձ թվում է հենց այդ մարդիկ իրենց ստում են, որ իրենք քրիստոնյա են, որովհետև նախ եւ առաջ քրիստոնեությունը սիրո, մարդկության, մարդասիրության, մարդկային օրենքներին հետևելն է եւ իհարկե կարևորը չստելը, ուրեմն իրենք իրենց ստում են։ Ինչ կասեք։ Այ, Մարինե ջան, Դուք էլ հոգոց անեցիք, ինչ անեմ։ սարսափելի նկարներ են իհարկե։ Ես այս նկարները դիտելիս հարցնում եմ, թե մենք ինչ ենք սխալ արել, ինչ սխալներ ենք թույլ տվել, որ մարդիկ այս վիճակում են։ Թե կրթական, թե կազմակերպչական, իբրև եկեղեցի, իբրև բոլոր այն կազմակերպիչները, որոնք այդ ուխտագնացությունները կազմակերպում են կամ մարդկանց քաջալերում են այդտեղ գնալուն, պետք է նաև պատրաստեն այդ մարդկանց։ Այնինչ որ տեսանք, դա սիմվոլիզմ է, կռապաշտությունը, ինչ ուզում եք անվանեք, ամեն ինչ, բացի նրանից, թե ինչ է քրիստոնեությունը։ Ուխտագնացությունը դա այդպիսի մի քայլ է, որ մարդը նախ հոգեպես պետք է ինքը իրեն մաքրի, ազատվի իր մեղքերից, իր բեռներից, բոլոր կուրքերից եւ կրքերից, եւ այդպես այդ մաքրման ճանապարհով գնա այդ ուխտավայրը, այնտեղ աղոթելու, այնտեղ Աստծո հետ շփվելու։ Դուք այդտեղ Աստծո հետ շփվել տեսաք, չէ՞։ Օկուլտիզմ, ինչ որ մի այսպեսի կախարդական բան, եւ սա շատ հաճախ մենք տեսնում ենք, գալիս է Տեր Հոր մոտ, խնդրում է, որ Տեր Հայրը աղոթի, որ ինքը առողջանա կամ ինչ որ գործերի հաջողություն ունենա, եւ եթե այդ Տեր Հոր աղոթքից հետո իր գործերը այնպես չեն գնում, ինչպես ինքն էր կամեցել, ուրեմն ասում է, որ սա սուտ է, այս Տեր Հայրի մոտ պետք չէ գնալ, մի հատ տեսնենք մյուսները ինչ են ասում, բաժակնայողը ինչ է ասում, հա։ Սա մեր թերացումն է իբրև եկեղեցի եւ իբրև հասարակություն 21-րդ դարում մենք չկարողացանք մարդկանց դաս ծիրակել, որ իրենք հասկանան, թե ինչ ուխտագնացություն է։ Այս պարագայում նաև ով է պատասխանատուն այդ վայրի, հա, հարցը ծագում եւ ինչպես կարելի է կազմակերպել, չէ՞ որ կարելի է այդ ամբողջը գեղեցիկ կազմակերպել, բազում օրինակներ կան հենց Երուսաղեմում, հենց եվրոպական տարբեր տեղերում, հենց Ռուսաստանում կամ որ երկիրը ուզեք, տեսեք ինչքան օրինակներ կան այդ ուխտատեղիները, երբ որ շատ մեծ քանակով մարդիկ են գնում, ինչպես է դա կազմակերպված, այնպես որ մարդը այդ ճանապարհին ուրեմն նախ չգայթակղվի նման հեթանոսական քայլերով եւ երկրորդը իր ուխտը կատարվի, աղոթի, հանդարտանա, գտնի այդ իր փնտրելիքը, հա, եւ վերադառնա հոգեպես հարստացած այդ վայրից, ուխտավայրից։ Իսկ մենք դա վերածում ենք շատ հաճախ ինչ որ կախարդական բաների, իսկ կախարդություն մեր եկեղեցում չկա։ Մեր եկեղեցում կա Սուրբ Հոգու ներգործությունը այն ժամանակ, երբ որ մենք գիտակցաբար շփվում ենք Աստծո հետ։ Եվ սուտը ինքնախաբեությունը, գիտեք, մենք նորից ինչքան էլ մենք մեզ գովենք եւ ասենք, որ լավ ժողովուրդ ենք, բայց այդ անվստահության նաեւ հետևանքով, հա, միմյանց հանդեպ մենք չենք հավատում մեր ուսուցիչներին, մենք չենք հավատում մեր եկեղեցուն, մենք չենք հավատում անցյալին, հա, եւ ծաղրում ենք շատ հաճախ անցյալի որոշ դրվագներ եւ կարծում ենք, թե ամեն ինչ մենք մեր կետից պիտի սկսենք եւ տեսնում ենք, թե ինչ ջախջախիչ է դա լինում։ Եվ Աստվածաշունչը, Սուրբ Գիրքը եւ Նոր Կտակարանը
գալիս են մեզ ասելու, որ նայեք ուր է տանում այդ սուտը։ Եթե դուք ընտրել եք բայց Քրիստոսի ճանապարհը, եթե դուք ուզում եք քրիստոնյաներ կոչվեք, ուրեմն ազատվեք, մաքրվեք այդ ստից։ Եվ սկսեք ձեր պայքարը ստի դեմ։ Փոքր բաների մեջ սկսեք, որպեսզի քայլ առ քայլ հասնեք նաև ձեր մեծ պայքարին ստի դեմ։ Եվ այդ փոքր բաների մեջ կռվելու, պատերազմելու համար ստի դեմ մենք պետք է նախ եւ առաջ խորապես խոկման գանք եւ սկսենք մտածել եւ քննել ինքներս մեզ։ Ոչ թե ուրիշներին դատապարտենք, այլ քննենք ինքներս մեզ, մաքրվենք այն բոլոր ստերից, որ մեզ խանգարում են ազատ ապրել Քրիստոսով։ Այստեղ մի բան ասեմ, որ միշտ չէ, որ ճշմարտությունը այսպես մարդկանց երեսին տալով դու լավ գործ արեցիր։ Շատ հաճախ պետք է ուղղակի լռել, հա։ Ինձ վերջերս մեկը դիտողություն արեց, ասեց ով որ ճշմարտությունը ասում է, հետո հոգեբուժարանում է հայտնվում։ Նայած ինչպես որտեղ, հա, ճշմարտությունը դա էլ ինչու ես այդ ճշմարտությունը ասում, ինչին պիտի ծառայի, այստեղից պետք է գանք, եթե ես դրդապատճառը, որն է դրդապատճառը, եթե իմ սերն է քո հանդեպ, ուրեմն ես 100 անգամ կմտածեմ, թե այդ ճշմարտությունը ինչպես քեզ մատուցեմ, որ դու հասկանաս, ոչ թե որ դու մեղավոր ես, որ դու սխալ ես, այլ որ դու գտնես ինքդ քո մեջ պատասխանը, դու ինքդ հասկանաս, որ դու սխալ ես։ Ոչ թե իմ մեղադրանքը տեսնես, այլ իմ ցանկությունը, որ ես ցանկանում եմ, որ դու փրկվես։ Եվ մեր եկեղեցին սովորեցնում է, որ մենք քայլ առ քայլ մաքրվելով այդ ստի մեղքից ազատվենք սատանայից, ազատվենք չարից եւ մշտապես պայքարենք հանուն ճշմարտության։ Այդ մշտապես պայքարը հանուն ճշմարտության նաև խոսում է նրա մասին, որ մենք երբ որ տեսնում ենք սուտը, անարդարությունը, պետք է խոսենք դրա մասին եւ ասենք, որ այստեղ անարդարություն է։ Հարցը նրանում է, թե ինչպես նոր ասացի, ինչպես ենք մենք ասում։ Երբ որ ես սկսեմ մեկին հայհոյել եւ օգտագործել նույն գործիքները, որով նա իր չար գործերն է անում, ես վստահաբար նրանից ոչ մի բանով չեմ տարբերվելու։ Եթե ես ուզում եմ փոխվել եւ ուզում եմ փոխել դիմացինին, ես ունեմ սարսափելի մեծ գործիք, որը սերն է, եւ այդ սիրուց բխված, եթե ես աշխատեմ, ուրեմն նախ ինձ կմաքրեմ, գիտեք, միշտ երբ որ ասում ենք մեղքերից ազատվել, մարդիկ միջնադարյան ինչ-որ այսպիսի բաների մեջ են ընկնում, բայց ես ուրիշ ձև եմ, գիտեք, ընկալում, դա երևի ավելի շուտ հանրության հասարակության մեջ համահունչ ապրելն է, ինչ որ մի բան հանդուրժել, ինչպես դուք ասացիք, ոչ միայն դա, այլ մեր բեռից, հա, այդ բոլոր այն պահերը, որ մենք իբրև անարդարություն ենք ապրել, բոլոր այն բաները, մեր գործերը, մեր մտքերը, մեր խոսքերը, մեր արարքները, որոնք ծանրացել են, որոնք մենք հոգեպես գիտենք, որ սխալ էինք, այդպես չպիտի անեինք։ Այդ ամբողջ սևը, ցավը, վիշտը, դաժանությունը, անարդարությունը, դրանից ազատվելու մասին է խոսքը։ Երբ որ դու խոստովանվում ես, երբ որ դու նստում եւ մտածում ես, այս բաները սխալ էին, վատ էին, ճիշտ չէին, ես ուզում եմ սրանցից ազատվեմ եւ գալիս ես եկեղեցի, գալիս ես Աստծո առջևցունքի ես գալի, քահանայի առջևցունքի ես գալիս, խոստովանվում ես, որ ազատվես, մաքրվում ես եւ այդ սևը անցնում, մնում է սպիտակ, մնում ես ազատ եւ տեղ ես ունենում, որպեսզի բարիքով լցես, հա։ Միշտ այդ մոլությունների եւ սուտը մոլուցք է, հա։ Երբ որ դրանից ազատվում ես, ինչ որ մի բաց է մնում եւ հարցը նրանում է, թե ինչով պետք է այդ բացը լցես։ Տեր հայր, իսկ մոլուցկը փող շաղկապված են այս պատվիրանները, մեկը մյուսի հետ ոնց որ լինեն, իսկ արդյոք դրանք հենց մոլուցքներ չեն մարդկային,
եւ Գիտեք, նայեք, հասնում սատանան, հա, չարը միշտ փորձում է գալ քեզ ասել նայ երջանկությունը որտեղ է, դու մի հավատա Աստծուն։ Ինչ Այսինքն հավիտենական ստացվում է, կյանք։ որ հենց փոքրուց պետք է դաստիարակել եւ այդ դուք ասեցիք այս տեսա նյութը դիտելուց որտեղ ենք մենք սխալվել, դաստիարակության մասին ասեցիք, կարծես հենց դաստիարակությունն է, որ եւ տանը եւ դրսում, այդ թվում մենք դրա մասին անցած հաղորդումներում խոսել ենք, դրսում Սփյուռքում մի քիչ այլ է, քանի որ եկեղեցու դերը ավելի մեծ է, կան կիրակնորյա դպրոցներ եւ այլն, այսինքն քրիստոնեական կրթությունը իրենք ստանում են եւ անդադ խոսվում է նաեւ այս պատվիրանները պահելու մասնաբաժնով։ Հայաստանում մի քիչ այլ է, այո, կար եկեղեցու պատմությունը, բայց դա ուղղակի պատմությունն էր, ոչ թե մարդու դաստիարակությունը, հենց Նարինե ջան, պետք է քրիստոնյա տարբերենք դպրոցական ծրագիրը, եկեղեցական դպրոցական ծրագիրը, եկեղեցական համայնքային ծրագիրը, դաստիարակությունը տան մեջ եւ դաստիարակությունը պետության կողմից, հա։ Այսինքն եկեղեցին դպրոցում էլ առաքելություն ունի, բայց եկեղեցին ունի նաեւ համայնքային կյանքում քրիստոնեական դաստիարակչության առաքելություն։ Այնուամենայնիվ ամենուրեք պետք է, չէ՞, այս ախտ եմ համարում, ախտերի մասին խոսել, որ մարդու մեջ չխորանա, չարմանտանա, որ ինքը չստախոս իր կյանքով հանդերձ չլինի, ոնց որ հիմա մենք տեսնում ենք։ Հասկանա, որ այդ ստից ազատվելը նախ եւ առաջ իր համար խաղաղություն գտնելն է, հոգուց ներս խաղաղվելը, հանդարտվելը։ Երբ որ դու ինքդ քեզ կարողանում ես զսպել, երբ որ ինքդ քո մեջ տեսնում ես այն սխալները եւ ստերը ներկայանում ես բոլորին այսպես, բայց ինքդ գիտես, թե ներսումդ ինչ է կատարվում, ժպտում ես մեկի դեմքին, բայց գիտես, որ իներքուստ այրվում ես, հա, այդտեղ պետք է պայքարես ինքդ քո մեջ եւ հասկանաս իսկ ուր է քո սերը այդ մարդու հանդեպ։ Ինչու դու չես կարողանում տարբերել նրա գործած մեղքը այն անձից, որի մեջ դու պետք է միշտ Աստծուն փնտրես եւ տեսնես։ Եվ սա հոգեվոր ծանր աշխատանք է, առօրյա աշխատանք է, որ մենք պետք է կատարենք աղոթքով։ Եվ մենք միշտ նորից հայրմերը, երբ որ աղոթում ենք եւ մի տանիր մեզի փորձություն, խնդրում ենք Աստծուն, որ մեզ անպայման չտանի այդ փորձությունների դաշտը, որտեղ շատ հաճախ մենք այնտեղ պարտվում ենք, ազատի մեզ չարից, ազատի մեզ ստից, բայց միևնույն ժամանակ եւ մենք, երբ որ հասկանում ենք, որ դա լավ բան չի, հա, այդ ստի մեջ ապրելը, այդ իլյուզիայի մեջ, երևակայական աշխարհի մեջ ապրելը, ինքնամաքրվել, երբ որ Բագրատ Սրբազանը ասում է ինքնամաքրվել, նախ եւ առաջ ամեն մեկը նստի եւ մտածի, որտեղ եմ ես սխալվել։ Եվ հետո, երբ որ մարդը հասկացել է, որ ինքը ոչ թե անսխալական, այլ շատ մեղքեր ու սխալներ ունի, այդպիսի մարդիկ, երբ որ կողքի նստում են եւ բոլորը հասկանում են, որ մենք բոլորս էլ սխալներ ունենք, բայց ուզում ենք գտնել այն ճանապարհը, որ տանում է դեպի փրկություն, դեպի երջանիկ կյանք, դեպի այնպիսի կյանք, որտեղ բոլորը իրենց լավ են զգում, ինչքան էլ դա այսպես պաթետիկ հնչի, բայց այդ ժամանակ է, որ մենք կարող ենք կառուցել լավ երկիր, որտեղ որ մարդը հարգված է, երկիր, որտեղ որ սուտը, չարը տեղ չունի, դատապարտվում է, երկիր, որտեղ որ կա արդարություն, երկիր, որտեղ որ ամեն մի մարդ պայքարում է անարդարության դեմ, հա։ Սա է ուժեղ պետությունը, սա է ուժեղ պետությունը, երբ որ դու այդ երկակի ստանդարտներից հրաժարվում ես գիտակցաբար, երբ որ դու հրաժարվում ես ապրել աշխարհի հրամայականով, որովհետև հասկանում ես, որ քեզ հրաման տվողը կարող է միայն Աստված լինել եւ Աստծո պատվիրանների արժեքների հիմքերի վրա ես կառուցում քո պետությունը, քո ընտանեկան կյանքը, քո անձնական կյանքը, որը վերածվում է անանձնականի, որովհետև
Սա էլ կարևորը, երբ որ մենք խոսում ենք սիրո պատվիրանի մասին, եթե ես վերցնենք այսպիսի մի դրվագ, մեկ տունը վառվեց, հա, ինչ որ մի բան է եղել, հրդեհ է, մարդիկ դուրս են գալիս եւ հիշում են հանկարծ, որ մի տարեց մեկը այդ շենքի մեջ է մնացել։ Բոլորը, այսպես ասած, մտահոգված են, հա, եւ միայն մի փոքրիկ երեխա վազելով մտնում է այդ գրակը, որպեսի փրկի այդ տարեցին։ Ոչ տարեցն է հետ գալիս, ոչ այդ երեխան։ Բայց այդ երեխան ցույց է տալիս գործնականում սերը, որը ինքը իր մասին չի մտածում երբեք։ Ինքը իր մասին մտածելը շատ ուրիշ տեղ է կանգնած։ Իսկ մյուսները, որ կարծում են, թե իրենք մտահոգված են այդ դիմացինի մասին, հա, ստում են, որ իրենք սիրում են իրենց մերձավորին։ Այ անանձնական սերը դա երբ որ դու պատրաստ ես քո կյանքը տալ դիմացինիդ համար, եղբորդ համար։ Եվ այսօր մենք այդպիսի սիրո կարիքն ունենք մեր առօրյայում։ Մենք կարիքն ունենք անդրադառնալու, որ բոլորն էլ սխալական են։ Իհարկե սխալ գործելը, մեղք գործելը, հատկապես հանցանք գործելը պետք է պատժելի լինի։ Անպատժության մասին խոսքը չի գնում, բայց նաև ներողամտության մասին պետք է մտածենք եւ պետք է մտածենք ոչ թե մարդուն վնասելու, այլ մեղքից, չարից, ստից ազատվելու մասին։ Եվ այստեղից պիտի գա հարգանքը միմյանց հանդեպ, այստեղից պիտի գա սերը միմյանց հանդեպ, այստեղից պիտի գա նաև պատասխանատվությունը միմյանց հանդեպ, եւ մենք այսօրվանից եկեք փորձենք այսպես փոքրիկ մարտիկներ դառնալ արդարության, զինված Աստծո խոսքով, զինված նրա օրհնությամբ, զինված նրա այն պատգամներով, որը տալիս է մեզ, որպեսզի կարողանանք երջանիկ եւ օրհնյալ կյանք ունենալ։ Ինչ լավ ասացիք, Տեր հայր, մարտիկներ դառնանք եւ այսօրվանից հուսամ, որ մարդիկ, որոնք այնուամենայնիվ քրիստոնյա լինելով գնում են այդպեսի տեղեր, վայրեր իբրև ուխտագնացություն, մի հատ կմտածեն, հետո կգնան պատարակ կլսեն, եթե կարելի է քահանայի հետ խոսեն, մյուս հատվածն էլ այն, որ դուք ասեցիք, գնում են թուղթուգիր նայողի մոտ, էլ կմտածեն, արդյոք կարելի է համարել քրիստոնյա, ինքդ ձգես ու գնալ նման մարդկանց մոտ, մյուսն էլ եթե թույլ կտաք, ես հիշեցնեմ, որ այդ եթե շատ ճիշտ ես խոսում, ապա քո տեղը գժանոցում է, ինձ այդպես ասացին, բայց ճիշտը մեր անվտանգության հետ էր կապված, երբ որ Կապանի օդանավակայանի հետ բան էի խոսում եւ այդ շահագործման հետ կապված մամլո խոսնակը ինձ ասեց, որ շատ մի խոսա, փաստացի այդպես է ստացվում, այսինքն եթե նորմալ սովորական մարդիկ գնան այդ հատվածում վտանգներ կան, բայց եթե մեր երկրի ղեկավարն է գնում, պարզ է, որ թշնամու հետ պայմանավորվածություն կա ու սա մի քիչ մասնագիտական է, բայց խորիմաստ է եւ սրանից մենք որ խոսում ենք, ինձ մոտ մի բան էլ ծագեց, դուք ասացիք, որ բացարձակապես փաստացի մարդ չկա, որը սուտ չի խոսել, իսկ ձեր պրակտիկայում եղել է այդպիսի մի բան, որ մարդ եկել է, ասել է ես միշտ ճիշտ եմ խոսում, կամ հնարավոր է դա Մեծամասնությունը մարդկանց ասում է, որ ինքը ճիշտ է խոսում եւ ատում է սուտը եւ այդ պահին ստում է։ Այսինքն այս դեպքում նորից ձեր վերջին խորհրդին պետք է հետևենք։ Սրանից հետո դառնում ենք մարտիկներ ու մտածում ենք, արդյոք այդ պետք է, մենք ասենք ճիշտ ենք ասում, բայց իրականում ստում ենք։ Մենք պետք է փորձենք ինքներս մեզանից սկսել միշտ բարոյական աշխատանքը մինչև դիմացինին անցնես պետք է քո վրա աշխատես, հա։ Եվ այդտեղից պետք է սկսենք։ Եվ որ ինչի համար։ Եթե ես համոզված չլինեմ, որ դա այդպես է,
Եթե ես համոզված չլինեմ, որ ճշմարտությունն ու արդարությունը ինձ համար երջանկություն է բերում, չեմ կարող դիմացինիս համոզել դրանում։ Հա, եւ իմ կյանքը պետք է դարձնեմ այդպիսի մի ավետարան, որ ես իմ կյանքով հաստատեմ իմ խոսքերը։ Եվ միայն այդ ժամանակ կլինեմ վստահելի։ Միայն այդ ժամանակ մարդիկ կընդունեն ինձ։ Նորից մեծամասնությունը չէ։ Բայց ու մի բան էլ էլի չերթվեն իրանց վայ մամայիս արև, վայ հորս արև։ Ինչը որ հայաստանցիներին բնորոշ բան է։ Դրա մասին խոսել ենք, սուտ վկայություններ չտալը, ուրիշների մասին սուտ չխոսելը, մեր այս առօրյայում տարածված է, չէ՞, ասում են, այս ինչ մեկը այսպես ասաց կամ այնպես արեց, ով է ասում, հա? Եվ այստեղ էլ մենք անելիքներ ունենք մարդկանց, հատկապես երեխաներին, երիտասարդներին, բայց նաև մեծերին բացատրել, որ ամեն ինչը հասցեական է։ Այսօրվա մեդիաները, հա, դիգիտալ այս աշխարհում նաև փնտրել, պրպտել եւ փնտրել սկզբնաղբյուրները, գիտակցել, որ Google-ը եւ Wikipedia-ն միշտ չէ, որ 100%-անոց ճշմարտություն են ասում, եւ հասկանալ մի շատ պարզ բան։ Այս աշխարհում կա մի գիրք, որտեղ որ սկզբից մինչև վերջ ճշմարտությունն է խոսվում, եւ այդ գիրքը Աստվածաշունչն է։ Դրանից դուրս ամեն ինչ որ մենք ունենք, այս կամ այն կերպով թերի է, սխալ է, ամբողջական չէ։ Միայն այնտեղ, որտեղ որ կա Աստծո շունչը, այդտեղ գտնում ենք մենք ուժ ճշմարտության մարտիկների վերածվելու, բայց նաև այդ ժամանակ մարտիկը չի կարող գնալ մարտի, եթե ինքն իրեն չմարզի, հա։ Ուրեմն մենք պետք է մեզանից սկսենք, փորձենք մաքրվել աղոթքի միջոցով, պատարակներին մասնակցելով, մեր եկեղեցու հայրերին կարդալով, որպեսզի նախ, ինչպես ասացի, ինքներս հասկանանք, թե ինչքան ավելի լավ է ստից ազատված ապրես արդար, ինքդ քո հետ համերաշխ, եւ այդ երջանկությունը, որ դու այդտեղ սկսում ես զգալ, կարողանաս փոխանցել դիմացինիդ։ Ինչ սիրելի բարեկամներ, մենք զրուցում էինք Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովվի հետ։ Շնորհակալություն Տեր Տիրատուր այսպիսի բացատրությունների համար։ Նաև ասեմ, որ հետաքրքիր է, որ հայկական, ուրեմն հայերենի մեջ է միայն աստվում Աստծո շունչ, Աստվածաշունչ։ Կարծեմ մյուս լեզուների մեջ այդպիսի չի, իսկ ինչպես բազմիցս արդեն մեր 9-րդ հաղորդումն է Տեր Տիրատուրը ասաց, որ Աստված առաջին հերթին սերն է։ Ուրեմն սա նաև սիրո գիրքն է, միմյանց սիրո ու հանդուրժողականության, հա, երևի։ Շնորհակալություն, որ դիտում եք, մնաց մեկ պատվիրան եւ վերջում մենք նաև կամփոփենք, թե այս ընթացքում ձեր հետ ինչ ենք զրուցել եւ արդյոք դա ձեզ պետքական բան է։ Տեր հայր, ինչ որ մի բան կասեք, հրաժեշտի խոսք։ Այո, Աստված օրհնի ձեզ, որոշեք այսօրվանից լինել ճշմարտության մարտիկներ, պայքարեք ստի դեմ ինքներդ ձեր մեջ եւ ձեր շրջապատում, եղեք բարու օրինակը եւ թող Աստված օրհնի ձեզ եւ նրա օրհնությունը ձեզանից անպակաս լինի։ Amen. Stay tuned.